Հայաստանի Եվրաանդամակցության հանրաքվեի անցկացման հստակ ժամկետներ չեն նշվել, Պեսկովի անդրադարձը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցին։ Բրյուսելը խրախուսում է Երևանի հակառուսական քայլերը վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլյացիաների հաշվին, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը։ Տեհրանն ու Բաքուն իրար մեդիա պատերազմ են հայտարարել, ինչու են փոխադարձաբար միմյանց լրատվամիջոցները թշնամական հռչակել եւ անօրինական համարել դրանց գործունեությունը։ Թրամփը Էրդողանին կրկին իր ընկերն է անվանել, ասել ոչ ոք չի կարող թելադրել վաճառել Թուրքիային F-35, թե ոչ։ 3 օրում 160-ից ավելի գոլդ համարանիշեր են վաճառվել, կարգը փոխվելուց հետո այժմ ոսկե համարանիշը առանց աչուրդի կարելի է ձեռք բերել։ 2% տարածվածություն, 10% իրազեկվածություն, հեպատիտ B-ի պատկերը Հայաստանում, այսօր հեպատիտների դեմ պայքարի եւ իրազեկման միջազգային օրն է։ Տորթերը, կրեմով թխվածքները, նաև պաղպաղակը թունավոր, եթե ճիշտ պայմաններում չեն պահվել, շոկ եղանակը աղիքային վիրուսների ակտիվացման պատճառ։ Նոր խստացումներ սննդի առաքիչների համար, օգոստոսի 1-ից սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է։ Վանաձորում վագոն տնակների մոտ երեխայի դի է հայտնաբերվել, ինչ է հայտնի 6-ամյա աղջնակի մահվան մասին։ Եվ հայ պատանի ըմբիշի հաղթական արշավը Բաքվում 9-0 հաշվով նախ թուրքին է տապալել, հետո հունգարացուն, հաղթել է նաև բուլղարացուն եւ դուրս եկել եզրափակիչ։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Բրյուսելում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս, հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ըստ կառույցի մամուլի բյուրոյի հաղորդագրության, Եվրոպայի շատ երկրներ արդեն ազդանշան են տվել Եվրամիության ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից ապրանքների համար, ի վնաս ազգային արտադրողների։ Եվրակառույցներում ընդունում են, որ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները Բրյուսելին հնարավորություն չեն տա Երևանին փոխհատուցել միլիարդավոր ծախսերը, ասված է հաղորդագրությունում, որտեղ ասվում է նաև, որ Բրյուսելը խրախուսում է Երևանի հակառուսական քայլերը վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլյացիաների հաշվին։ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել Հայաստանում Եվրամիությանը անդամակցելու հանրաքվեի անցկացման հստակ ժամկետները, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հստակ ժամկետներ չեն նշվել, ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե արդյոք Փաշինյանը հայտնել է, թե ինչ ժամկետներում կարող է անցկացվել հանրաքվեն։ Ըստ Պեսկովի, այնուամենայնիվ զրույցում ընդգծվել է նման հանրաքվեի շուտապույտ անցկացման անհրաժեշտությունը, ինչը Պեսկովի խոսքով շատ կարևոր է։ Իդեպ Փաշինյանի հետ զրույցից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ, ըստ Կրեմլի մամուլի ծառայության կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը եւ կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը։ Պուտինն ու Ալիևը վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ նույնիսկ ինքը Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ցավոք թե բարեբախտաբար դա իմ հարցը չէ, դա իրենցն է, Երևանինը։ Հայաստանը չէր ճանաչում ոչ իրենը, ոչ էլ անկախ, ձևակերպել է ռուս պաշտոնյան։ Տեհրանն ու Բաքուն միմյանց մեդիա պատերազմ են հայտարարել ադրբեջանական AzTV հեռուստաալիքին թշնամական լրատվամիջոցների ցուցակում ներառելու Իրանի քայլին։ Ի պատասխան Ադրբեջանը անօրինական է համարել իրանական Սահար հեռուստաալիքի եւ Մեհեր լրատվական գործակալության գործունեությունը եւ սահմանափակումներ կիրառել դրանց նկատմամբ։ Որն է երկու հարևանների միջև լրատվական այս հակամարտության բուն պատճառը։ Փորձագետները չեն բացառում նաև Հայաստանով անցնող Թրամփի ուղու վերաբերյալ ծայրահեղ տարբեր մոտեցումները։ Ժամի անդրադարձը։ Նախ Իրանը որոշեց Ադրբեջանի պետական հեռուստաալիքը AzTV-ին ներառել թշնամական լրատվամիջոցների ցանկում։ Թեհրանից պաշտոնական պարզաբանումներ առայժմ չկան, մասնագետները միայն ենթադրում են, որ սա կարող էր ունենալ հնարավոր երկու պատճառ՝ կամ իրանցիների ազգային անվտանգությանը հակասող կեղծ լուրերի տարածումը, ինչի հարցում Բաքվի քարոզչամեքենան վաղուց չեմպիոնի համբավ ունի, կամ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմող Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունները։ Ադրբեջանի լրատվամիջոցները դարիներ
տարիներ շարունակ անընդհատ Իրանի դեմ մեծ պրոպագանդա են իրականացնում եւ թույլավորում են իրենց ժողովուրդը Իրանի դեմ կեղծ ինֆորմացիաներով եւ վերլուծականներով։ Դա միայն լրատվամիջոցի անկախ որոշում չի, դա պետական քաղաքություն է, որը հարևան երկիրների դեմ իրականացնում է եւ դա զանգվածային բնույթ ունի, դա պետական քաղաքություն է եւ Իրանի կողմը այդպես գնահատվում է։ Իրանում որևէ մեկին նկատելով համագործակցում է այս սև ցուցակում հայտնված արդեն նաև Ադրբեջանի պետական հեռուստաալիքի հետ, մինչև իսկ քրեական պատասխանատվության դուռը կհասցնեն։ Դա լրատվական պատերազմ է, տեղի է ունենում Իրան եւ Ադրբեջանի միջև։ Բաքվից էլ արձագանքը չուշացրին Ադրբեջանի այսպես կոչված մեդիայի զարգացման գործակալությունն է պատասխանել ASTV-ին թշնամական մեդիա կառույցների ցանկում ներառելու Իրանի որոշմանը։ Զարմանք են ապրում, հիշեցնում ադրբեջանական օրենսդրությամբ ամրագրված փոխադարձության սկզբունքի մասին, երկրի տարածքում անօրինական ճանաչում իրանական Մեհեր լրատվական գործակալության եւ եւս մեկ հեռուստաալիքի, ինչպես նաեւ դրանց ներկայացուցիչների գործունեությունը։ Գործակալությունը նաեւ կոչ է արել տեղական լրատվամիջոցներին եւ լրագրողներին չհամագործակցել այս լրատվամիջոցների հետ։ Եվ Իրանը եւ Ադրբեջանը միմյանցից որոշակի սպասելիքներ, ակնկալիքներ ունեն եւ ըստ էության դրանք չեն բավարարվում եւ խնդիրը հասնում է մեդիայի սահմանափակումներին։ Բաքվի դեպքում իրավիճակը պետք է նայել նեղ եւ լայն պրիզմայով։ Բաքվի ավտորիտար եւ ավելի աշխարհիկ վարչակարգի համար մեծ ներքին սպառնալիք է կազմակերպված իսլամական ընդդիմությունը եւ նույն ալիքները, որոնք որ փակվել են Մեհերը եւ Սեհերը, այնտեղ բարբերաբար եղել են նաեւ հրապարակումներ, որոնք կարող էին ուղղակիորեն ազդել հենց խիստ իսլամական ուղղվածություն ունեցող այդ ընդդիմության վրա։ Մյուս կողմից, ըստ մասնագետի, Ադրբեջանին գրգռել է նաև իրանական մեդիայի հանդիմանող կեցվածքը Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիք թրիփ երթուղու նկատմամբ, որը Միացյալ Նահանգների քավորությամբ ապահովելու է Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Ըստ էության, հենց Իրան-Ադրբեջան այս տեղեկատվական հակամարտությունը ասվածը հայելին է այն աշխարհաքաղաքական իրավիճակի, որը առկա է երկու երկրների հարաբերություններում հատկապես 20 թվականից հետո եւ այս մեդիա սահմանափակումները ըստ էության սեփական անվտանգային համակարգերը պաշտպանելու փորձեր են։ Անհամաձայնություններ, դիվանագիտական կսմիթներ հիմա արդեն գործը հասնում է լրատվամիջոցների ձայնը կտրելուն, մինչև ուր կարող է ձգվել Թեհրան-Բաքու լարվածությունը։ Փորձագետների համար միանշանակ է շիկացած մթնոլորտը պարփվելու շանս առաջիկայում չի ունենա։ Քանի դեռ Բաքուն Իրանին դիտարկում է որպես գաղափարական սպառնալիք, իսկ պաշտոնական Թեհրանը Բաքվին որպես այդ պլացդարմ ասվածը, տեղեկատվական այս պատերազմը լավագույն դեպքում կանցնի լատենտ վիճակի։ Տեղեկատվական ճակատում հերթական սահմանագիծն արդեն գծվել է, թե որը կլինի հաջորդ մրցադաշտը, դիվանագիտական թե ազդեցության մյուս հարթակները, հարցն առժամանակ օդից կախված կմնա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Թուրքիայից Գյումրիի երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն է անդրադարձել թուրք չինովնիկներից մեկը։ Աքիյաքա քաղաքի քաղաքապետ Էրգուդեր Թոփթաշը հայտնել է, որ սկսվել է Աքիյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնումը։ Նրա խոսքով աշխատանքները նախատեսված է ավարտել 2-3 ամսում։ Թուրքիայի նախագահի հանձնարարությամբ էլ նախապատրաստվել են նաև սահմանային անցակետերն ու ենթակառուցվածքները։ Թոփթաշը հայտնել է նաև, որ հայտարարվել է Աքիյաքայից դեպի Գյումրի ճանապարհի կառուցման մրցույթ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Թրամփը Էրդողանին կրկին իր ընկերն է անվանել, ասել ոչ ոք չի կարող թելադրել վաճառել Թուրքիային F-35, թե ոչ։ 3 օրում 160-ից ավելի գոլդ համարանիշեր են վաճառվել։ Կարգը փոխվելուց հետո այժմ ոսկե համարանիշը առանց աչուրդի կարելի է ձեռք բերել։ 2% տարածվածություն, 10% իրազեկվածություն, հեպատիտ B-ի պատկերը Հայաստանում։ Այսօր հեպատիտների դեմ պայքարի եւ իրազեկման միջազգային օրն է։ Տորթերը, կրեմով թխվածքները, նաև պաղպաղակը թունավոր, եթե ճիշտ պայմաններում չեն պահվել։ Շոկ եղանակը աղիքային վիրուսների ակտիվացման պատճառ։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Էրդողանի հետ հարաբերությունների մասին։ Նա ասել է, թե Էրդողանը իր ընկերն է եւ Թուրքիան իր համար հիանալի դաշնակից է եղել։ Պատասխանելով Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի դեմ Նեթանյահուի առարկությունների վերաբերյալ լրագրողների հարցին, Թրամփն ասել է, ոչ ոք ինձ չի թելադրելու վաճառել Թուրքիային F-35, թե ոչ։ Հիշեցնեմ, հուլիսի 7-ին Թրամփ-Էրդողան հանդիպման արդյունքներով հայտարարվել էր, որ Վաշինգտոնը կչեղարկի Անկարայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ռուսական S-400-ների ձեռքբերումից հետո։ Իսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պատերազմի, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նրա խոսքով թույլ չեն տա Էրդողանին ուժեղացնել Սիրիան ընդդեմ Իսրայելի եւ գիտեն ինչպես պաշտպանել երկրի շահերը։ Առայժմ Իսրայելի եւ Թուրքիայի միջև ուղղակի ռազմական առճակատում չկա եւ դրա մեջ մտնելու ցանկություն էլ չկա, ասել է Կացը։ Նա ասել է, որ Էրդողանը նույնպես պետք է դրանում համոզվի։ Իսրայելի պաշտպանության նախարարը նաեւ հայտարարել է, որ այսօրվա դրությամբ ոչնչացվել է Գազայի գրեթե 70%-ը, նաեւ բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ։ Նա ասել է, թե ոչնչացրել են բոլոր շենքերը, ոչ թե տուն առ տուն, այլ գյուղերը ամբողջությամբ։ Սպիտակ տանը ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը տևել է 1 ժամ։ Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, քննարկեցինք նաեւ դիվանի գիտական գործընթացը ակտիվացնելու կարեւորությունը։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար, հանդիպումից հետո գրել է Զելենսկին։ Վերադառնանք Հայաստան, 250,000-ից մինչև 8 միլիոն դրամ, սրանք այսպես կոչված գոլդ ավտոպետ համարանիշների նոր արժեքներն են, որոնք սահմանել է ներքին գործերի նախարարությունը։ Ըստ գերատեսչության պաշտոնյաների, հայ վարորդները առավելապես գնում են 600,000 դրամ արժեցող հենց այսպիսի համարանիշեր։ Միայն վերջին 3 օրվա ընթացքում վաճառվել է 160-ից ավելի համարանիշ։ Ոսկե համարների գների փոփոխությունից բացի փոխվել է նաև դրանց ձեռք բերելու կարգը։ Եթե նախկինում դրանք միայն աճուրդով էին վաճառվում, ապա հիմա արդեն զրոներով եւ կրկնվող թվերով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը հասանելի են նաև առանց դրա։ Եթե այդպիսի ընկալում կամ սխալ ընկալում կա, այստեղ խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերին։ Դրանց հետ կապված աճուրդային կանոնակարգումներ ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են գործել։ Ընդ որում այդ չափորոշիչներում եւս որևէ փոփոխություն չի կատարվել։ Խոսելու ենք բացառապես հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի մասին։ Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները բաղկացած են կամ առնվազն 4-0-ից եւ 1 թիվ, իհարկե լատինական տառերը գիտեք, կրկնվող կամ տարբերվող, միշտ առկա է կամ 4-0 եւ 1 թիվ կամ 5-0։ Երկրագնդի վրա տարեկան 1 միլիոնից ավելի մարդ է մահանում հեպատիտային վիրուսով պայմանավորված ցիրոզի կամ լյարդի քաղցկեղի պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսի 28-ը հայտարարել է հեպատիտային վիրուսի դեմ պայքարի միջազգային օր, ուշադրությունը հրավիրելու վիրուսի կանխարգելման, վախայտնաբերման եւ բուժման կարեւորության վրա։ Հեպատիտ C-ն համարվում է բուժելի հիվանդություն, իսկ հեպատիտ B-ն չնայած ամբողջական բուժում դեռ չունի, սակայն հնարավոր է երկարաժամկետ վերահսկել հակավիրուսային դեղերով։ Ինչ գիտեն Հայաստանում այս վիրուսի մասին եւ հիվանդացության առումով ինչ պատկեր է տիրում, Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժում։ Թեև ժամանակակից բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել հեպատիտների բուժման հարցում, մասնագետները վստահեցնում են ամենակարևոր զենքը շարունակում է մնալ վաղ ախտորոշումն ու իրազեկվածությունը։ Հայաստանում հեպատիտ B-ի տարածվածությունը շուրջ 2% է։ Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահի խոսքով սա համաշխարհային ցուցանիշների համեմատ բարենպաստ պատկեր է։ Հասմիկ Ղազինյանն ասում է, խնդիրն այն է, որ վարակակիրների մեծ մասը նույնիսկ չգիտի, որ ապրում է վիրուսի հետ։ Այսօր աշխարհում նշվում է հեպատիտների դեմ պայքարի ու իրազեկման միջազգային օրը։ Մասնագետների գնահատմամբ Հայաստանում վիրուսի մասին տեղեկացված է հիվանդների ընդամենը 10%, իսկ մնացածը շարունակում են ապրել առանց ախտորոշման։ Մեծամասամբ ինֆեկցվածները իրազեկված չեն իրենց համակեցության մասին այս վիրուսի հետ։ Այդ իսկ պատճառով Հայաստանում բնական է փնտրտուքներ կա, ինչու ենք ասում պետք է հասնենք էլիմինացիա, այն էլ 2030 թվականին, 2030 թվականին 4 տարի է մնացել ընդամենը, որպեսզի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուրեմն առաջարկված տարին
կոչենք տարի առանց հեպատիտների։ Աշխարհում հեպատիտ B-ի քրոնիկ վիրուսակիրների թիվը հասնում է շուրջ 296 միլիոնի։ Բուժման բացակայության դեպքում հիվանդության հետևանքով կարող են զարգանալ լիաթիցիրոզ եւ առաջնային քաղցկեղ, ինչը հեպատիտը դարձնում է հանրային առողջապահության ամենալուրջ մարտահրավերներից մեկը։ Մասնագետներն ասում են, Հայաստանում արդեն գործում են վաղ հայտնաբերման մեխանիզմներ։ Վիրահատությունից առաջ բոլոր պացիենտները պարտադիր հետազոտվում են հեպատիտների նկատմամբ, նույնը վերաբերում է նաև հղիներին։ Ժամանակին հայտնաբերումն ու բուժումը հնարավորություն են տալիս կանխել ծանր բարդությունները։ Հեպատիտ B-ի համար պրակտիկորեն բոլորս թիրախային խումբ ենք, որովհետև բոլորս հաճախում ենք թե ատամնաբուժարան, թե գեղեցկության սրահներ, թե դահուկները իրականացվում, ինչպես նաև սեռական ճանապարհով եւս փոխանցում է, բայց հեպատիտ B-ի դեպքում էլ ունենք մի շատ կարևոր առանձնություն, որ կարող ենք կանխել հիվանդությունը ի սկզբանե ստանալով համապատասխան պատվաստումը, որը որ մեր երկրում ներդրված է 99 թվականից։ Իսկ հեպատիտ C-ի դեմ պայքարում ըստ մասնագետների զգալի արդյունքներ կան։ Երկրում 2020 թվականից գործում է ազգային ծրագիրը, որի շրջանակում քաղաքացիները հակավիրուսային բուժումը ստանում են անվճար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակն է մինչև 2030 թվականը հասնել հեպատիտ B-ի եւ հեպատիտ C-ի վերացման։ Եվ Հայաստանը քայլ առ քայլ շարժվում է այդ ուղղությամբ։ Նախատեսվում են հաջորդ տարվանից գործարկել նաև հեպատիտ B-ի ազգային ծրագիրը։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի խոսքով վերջին տարիներին հազարավոր քաղաքացիներ արդեն բուժում են ստացել, իսկ կիրառվող դեղորայքի արդյունավետությունը գնահատվում է շուրջ 96%։ Միևնույն ժամանակ բժիշկները շեշտում են, նույնիսկ հաջող բուժումից հետո օրգանիզմում հակամարմինները շարունակում են պահպանվել, ինչը բնական են համարում։ Վարակի հիմնական փոխանցման ճանապարհներն են արյունը եւ սեռական շփումը։ Ռիսկի խմբում են ներերակային թմրանյութ օգտագործողները, բուժաշխատողները, լաբորատորիաների աշխատակիցները, ազատազրկվածները եւ արտագնա աշխատանքի մեկնողները։ Սակայն ինչպես նշում են մասնագետները, հեպատիտ B-ի դեպքում բոլորը պետք է լինեն զգոն, քանի որ նույնիսկ ատամնաբուժական միջամտությունները, գեղեցկության սրահները կամ դաջվածքների ծառայությունները պահանջում են անվտանգության բարձր չափանիշ։ Առաջնային խնդիրներից մեկը նա է, որ մարդիկ չգիտեն, որ իրենք հիվանդ են, այսինքն ընդհանուր անախտանիշ է, հա։ Այո, հիմնականում խոսքը գնում է քրոնիկական վարակի, անախտանիշ վարակի մասին, եւ եթե մենք վերցնենք 10-20% թեկուզ ախտորոշված լինեն իմանան իրենց կարգավիճակը, այն մյուս 80-ի մասին մենք չունենք ինֆորմացիա եւ ուստի այս մյուս տվյալներ ունենալով միայն չենք կարող հստակորեն պնդել, թե կոնկրետ ինչ սեռատարիքային բաշխվածություն ունի հիվանդությունը։ Միաժամանակ Հայաստանը կարևոր առավելություն ունի նորածինների պարտադիր պատվաստման շնորհիվ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում սուր հեպատիտ B-ի դեպքեր չեն արձանագրվել, ինչը մասնագետները համարում են պատվաստումների արդյունավետության կարևոր ապացույց։ Նրանց խոսքով այսօր հեպատիտը այլևս դատավճիռ չէ, սակայն բժիշկները հիշեցնում են, հիվանդությունը հաճախ երկար ժամանակ ընթանում է առանց ախտանշանների։ Այդ պատճառով պարբերական հետազոտությունը, իրազեկվածությունը եւ ժամանակին բուժումը շարունակում են մնալ առողջության պահպանության ամենակարևոր պայմանները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ամառային շոկը ոչ միայն հանգստի շրջան է, այլև աղիքային վարակների ակտիվացման։ Բժիշկները զգուշացնում են բարձր ջերմաստիճանին հատկապես վտանգավոր է աղտոտված ջուրը եւ պահպանման ժամկետի գերազանցումը։ Կրեմային արտադրատեսակները, տորթերը, կրեմով թխվածքներն ու պաղպաղակը, եթե դրանք չեն պահվել համապատասխան սառեցման պայմաններում։ Վարակի պատճառ կարող են դառնալ նաև հիգիենայի խախտումներն ու անորակ հումքը։ Այս ամռան տապին աղիքային վարակները արտահայտվում են փորլուծությամբ, փսխմամբ, որովայնային ցավերով եւ ջերմությամբ, իսկ շոկ եղանակին դրանց ամենավտանգավոր բարդությունը ջրազրկումն է։ Սննդամթերքի պատրաստման հարցում պետք է անպայման ունենան բավարար չափով գործիքներ, կամ ասենք պիտույքներ, ինչ-որ պարագաներ սննդամթերքի մշակման, որպեսզի չխառնվեն։ Ումը, ասենք, եփած սննդամթերքի հետ օրինակի համար աղցան պատրաստելուց օգտագործում են եւ հում բանջարեղեն օրինակի համար չէ, եւ ասենք եփած միսա կամ ինչ-որ բաներ են, այդ դեպքում պետք է, եթե չունեն համապատասխան քանակի դանակ, տախտակ, ապա ուրեմն պետք է անպայման ամեն մի մթերքի մշակումից հետո լվանան։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Նոր խստացումներ սննդի առաքիչների համար օգոստոսի 1-ից սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է։ Վանաձորում վագոն տնակների մոտ երեխայի դի է հայտնաբերվել, ինչ է հայտնի 6-ամյա աղջնակի մահվան մասին։
Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Տեխնոլոգիական ոլորտում ամենանոր արար գաղափարներն ու մոտեցումները հավանության արժանանալու դեպքում նոր հորիզոններ կբացեն երիտասարդ ստարտափերների համար։ 2000-ից ավելի մասնակիցներ 5 տասնյակ երկրներից այս օրերին հավաքվել են Կապուտակ Սևանի ափին։ Seaside Startup Summit-ի ամենաերկուն շրջանն է։ Այս տարվա ուժեղ գործընկերը Archim Bank-ն է, որ հանդես է գալիս նոր թվային լուծումներով։ Archim Bank-ը որպես Seaside Startup Summit Armenia 2026-ի ուժեղ գործընկեր մասնակցում է տարածաշրջանի ամենախոշոր ստարտափ եւ բիզնես միջոցառումներից մեկին, ներկայացնելով ձեռնարկությունների զարգացմանն ուղղված նորարարական ֆինանսական լուծումները, թվային ծառայություններն ու հատուկ առաջարկները։ Archim Bank-ը արդեն 4-րդ անգամ է մասնակցում Sevan Startup Summit-ին, 4 տարի շարունակ մենք ուժեղ գործընկեր ենք Sevan Startup-ի համար եւ մեզ շատ հետաքրքիր է այստեղ գտնվել։ Ներկայացնում ենք մեր նոր թվային գործիքները, մասնավորապես մեր iBanking-ը եւ ինչպես նաեւ մեր փոքր եւ միջին բիզնեսի համար նախատեսված թվային լուծումները։ Այս տարի Archim Bank-ն ու Mastercard-ը ներկայանում են յուրահատուկ դիզայներական լուծումներով տաղավարով, որտեղ համադրված են բնական միջավայրն ու ժամանակակից թվային տեխնոլոգիաները։ Այստեղ այցելուները կարող են ստանալ անհատական խորհրդատվություն, ինչպես նաեւ տեղում պատվիրել Mastercard World քարտատեսակը։ Մասնակիցներին սպասվում են նաեւ ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, վիկտորինաներ եւ բազմաթիվ նվերներ։ Նման միջոցառումները եւ մասնավորապես Sevan Startup Summit-ը շատ էական նշանակություն ունի առաջին հերթին մտադրություն ձևավորելու, դաշտ ձևավորելու, շփման կետ լինելու եւ նոր հորիզոններ բացելու տեսանկյունից։ Archim Bank-ը գալիս է ոգեշնչելու եւ նոր շունչ հաղորդելու։ Archim Bank-ի տաղավարում Seaside Startup Summit Armenia 2026-ի այցելուներին սպասում են բիզնեսի զարգացման նոր հնարավորությունները բացահայտելու, գործնական կապեր ստեղծելու, փորձառությամբ փոխանակվելու եւ լավ ժամանցը ապագան կառուցելու գործնական քայլերի հետ համատեղելու օրակարգով։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ունենք Ասիական զարգացման բանկի հետ, որով պետք է կառուցվի հյուսիս-հարավ Միչանցքի Սիսիան-Քաջարան 27 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Այսօր բանկի պատվիրակների հետ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները քննարկել են նաև Պուշկինի թունելի վերականգնման եւ Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Մայրաքաղաքում բնակարանների վարձակալության գները վերջին ամիսներին աճել են մոտ 30%, ինչը երևանյան ռիելթորների պայմանավորված է նոր ժամանողների հոսքով։ Մասնագետները նշում են, թե այժմ դիմողների մեծ մասը շուրջ 80%-ը վերջերս տեղափոխվածներ կամ տեղափոխվելու պատրաստվողներ են։ Ռուսաստանում անկախ լրատվամիջոց համարվող Վիորսկայի փոխանցմամբ էլ Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ եւ իրավիճակը հիշեցնում է 2022 թվականը։ Օգոստոսի 1-ից խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքիչների նկատմամբ, պարտադիր պահանջ է դառնում սանիտարական գրքույկի առկայությունը։ Սննդի շղթայի ցանկացած փուլում ներգրավված աշխատակիցները ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքի ընդունվելիս պետք է նախնական բուժզննում անցնեն, ինչպես նաև յուրաքանչյուր կիսամյակ պարբերաբար ստուգվեն։ Հաշվի առնելով ստացված բազմաթիվ բողոքներն ու ազանգերը, տեսչական մարմինը տարեսկզբին հայտարարեց սննդի առաքման ոլորտում վերահսկողության խստացման մասին։ Որոշեցին, որ ոչ պատշաճ առաքման կամ առաքիչների նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու եւ սանիտարական գրքույկի բացակայության դեպքում տնտեսվարողները տուգանվելու են։ Իսկ առաքում իրականացնող գործընկեր կազմակերպությունների հետ որոշեցին ժամկետ սահմանել շուրջ 2-3 հազար առաքիչների բուժզննության եւ սանիտարական գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար։ Ժամկետի վերջն է եւ տեսչական մարմինը սկսելու է լայնածավալ ստուգումները։ Հրապարակվելու են ոչ միայն խախտումները, այլ նաեւ գործընկեր կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահանջը։ Այս տարվա ռոռոկման սեզոնում Սևանալճից ջրառի ծավալը պատմական նվազագույնին է հասել, որը վերջին 65 տարվա նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին գրել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենը։ 2026 թվականի հուլիսի 27-ի դրությամբ Սևանալճից ռոռոկման նպատակով բաց է թողնվել ընդամենը 14,189 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը 1961 թվականից ի վեր նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է, գրել է Լևոն Ազիզյանը։ Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակմանը, ըստ որին նա իր կյանքին ուղղված սպառնալիքներ է ստանում։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն եղավ, որ Աննա Հակոբյանը պնդում է, թե իր կյանքին ուղղված սպառնալիքները սկսել է ստանալ ընտանեկան բռնության թեմայի մասին խոսելուց հետո։
Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում կարդում ենք, որ Արեյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ հասարակության ու պետության օրինական շահերին հասցրած վնասների համար։ Հիշեցնեմ, դատախազությունը Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցեց հուլիսի 21-ին։ Իսկ նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաեւ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով։ Իրավապահները Շենգավիթում ուժեղացված ծառայության ընթացքում ստուգել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցողների հնարավոր հավաքատեղիները, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։ Հայտնաբերվել են թմրամիջոցներ, սառը զենք, բաժին են տարել հասարակական կարգը խախտող ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիների։ Վանաձորի բուլղարական թաղամասի երկրորդ ավանի վագոն տնակներից մեկի մոտ հայտնաբերվել է 6 տարեկան աղջկա մարմին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։ Ֆոտոլրագրող Շամշյանի տեղեկություններով աղջկան հայտնաբերել է քույրը։ Սիրունուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ, գիտեբ, եղանագիտեցության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը իր որակյալ և գերխնայող գազի կացաններով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Այժմ Երևանում և մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 26-ից 30 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 34-ից 38, Լոռիում 28-ից 32, Տավուշում 32-ից 36 աստիճան ջերմություն, Արարատում և Արմավիրում կդիտվի 37-ից 39 աստիճան ջերմություն։ Սյունիքի հովիտներում սպասվում է 34-ից 37, Սյունիքի նախալեռներում 29-ից 32 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 21-ից 23, ցերեկը 36-ից 38, իսկ երեկոյան ժամերին 31-ից 33 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։